Կարող եմ խոսել։ Բարև ձեզ, սիրելի հայ ժողովուրդ։ Ես չէի կարող քաղաքական հայտարարություն չանել, որովհետև ազգային ժողովի ժողովում թիվ 1 ամբիոնից Հայաստանի Հանրապետության վարչապետի հնչեցրած խոսքը, թե հանրային եւ քաղաքական դաշտից պետք է քաղաքապետին դուրս շպրտել։ Եվ ընդհանուր վարդանիկ բառն է վերանից օգտագործում, ճիշտ ասած մենք դրանց սպասում ենք։ Եվ սպասում ենք այլ բաների։ Ուրեմն, եթե մեկը հայտարարություն է անում նմանատիպ ձևով քաղաքային եւ հանրային դաշտից, գիտեք, ուրեմն գաղութները հանրային դաշտի մեջ են մտնում։ Քաղաքականությունը հասկացանք։ Իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է, այսինքն ուր տանել այդ մարդուն լուսին, թե կյանքից զրկել։ Այսինքն իրեն ինքը հայտարարություն է անում թիվ 1 ամբիոնից եւ այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը մենք հասկանում ենք իրավական կոնսուլտացիա ենք արել, որ հիմա ես հայտարարություն եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր իրավական ոլորտին, որ հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է կյանքից զրկել։ Կյանքից զրկել։ Պետք է ինքը բացատրություն տա, թե ինչ ի նկատի ուներ։ Մենք բանի տեղ չդրեցինք, ասեցինք, բան է էլի, սովորական իր հերթական խոսակցությունն է, բայց հիմա որ այս ամեն ինչը կատարվում է, չնայած մենք ինֆորմացիա ունենք, որ հրահանգը տրվել է, եւ իրենց Շիրակի մարզի եւ ոչ Շիրակի մարզի ազգային ժողովի պատգամավորները եւս հայտարարություններով տարածում են, ուրեմն անձնական դաշտ են մտնում, քաղաքական դաշտ են մտնում, ճամբրուկները հավաքեք, այս արեք, այն արեք, մշտական թիրախավորում են եւ ընդդիմական դաշտի Մարտուն Գրիգորյանին, մյուսներին, թե ուրեմն ես ընտրվել եմ իրենց կողմից դիդավորյալ, սա սարքում են հատուկ հանձնարարական է, որ մենք ես ելնեմ նրանց բան ասեմ, նրանք ինձ բան ասեն, կոնֆլիկտ սարքել տան, սարքեն Փարաքյալի դեպքերը, ես տարիքով մարդ եմ, մի անգամ արեցին այն ժամանակ, Սուտ Բարգավաճ հանրապետական խաղցան եղբորս տղեն 17 տարի նստած է այդ քաղաքական առումներով իրենց սարկած պետական սարկած գործունեության կապակցությամբ եւ սուտ կլանային բաներ վերեցին, կապեցին, որ մենք ողերիմ թշնամիներ ենք, բան, մինչև այս վերջի ընտրությունները նույնը նորից տարածում էին, նույնը անում էին, բայց մենք ինչքան կարող ենք դրանց ուրեմն խայծը ուտել եւ մենք կարողացանք մեզ ճիշտ պահել։ Մինչև ընտրությունները իրենց ենիջերներին ուղարկել էին, ուրեմն պատկերացրեք ավտոմատները դեմ են տալիս աբակուս վրա ու ասում են ու բան են անում, զարաժատ այդպես ռուսերեն ասեմ, լիցկավորում էին, որ հիմա կխփենք, եթե դուրը չբացես կամ ասենք այս սևի։ Այս նույն մեքենայով եք։ Չէ, մի ուրիշ մեքենայով է։ Ուրեմն դրանից հետո զարմացել ինչ պահելու բան ունեմ։ Այն ժամանակ, մինչև ընտրությունները, երբ որ դուրը բացեցի սրանք, անտաստիրակ, չնայած գիտեք ինչ, ես կարող եմ դրանց հետ ձեռքով էլ պատասխան տալ ես դրանց, ոչ վախ ունեմ, ոչ բան կարող եմ մեկից վախենալ, բայց ուղղակի դրանց հետո պետք է ասեին բանը, որ ոտնձգություն արվեց ոստիկանության բանի կողմից։ Ու պատկերացրեք ինձ գցեցին գետին, հետո շղթաները կապեցին թևս, հետո մեկ ավտոյի մեջ չթողեցին, որ նստեին, քաշին գցեցին այդ հադագին մեքենային, այսինքն շներին այդ ձևի չեն մոտենում, այս բաշի պոզուկները, հիմա էլ մոտարապես 500 մետր է, մեր տունը գիտեք 300-500 մետր է, մշտական ենք գնում, գալիս ենք, ոստիկանությունը հայտարարություն է տարածում, թե կանոնները խախտել են, դրա համար կանգնեցրել են, բացարձակ սուտ, բացարձակ։ Ուրեմն ամեն խաչմերուկի վրա մի հատ մեքենա կանգնած։ Ես որ առաջի մեքենան տեսա, ասի տղեկ սրանք եկել են մեր հետ։ Դրանից հետո երկրորդը, ասի պատրաստ եք։ Ուրեմն 4 մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից, ասում են պատահականություն է։ Միանշանակ պատահականություն, չէ՞։ Ուրեմն կարկադրություն է։ Հետո ամենազավեշտը նա է, որ ասենք պատկերացրեք, ասում են զրահապատ մեքենան պետք է տանենք ուրեմն կայի է, որ իրանց կենտրոն այդ հատվածը, հիմա մենք կայի ենք խոսում այն ժամանակ, այսինքն ինչն է պատճառը, ուզում են մեքենան վերցնել մեր ձեռքից։ Լավ, եթե մեքենան ուզում են մեր ձեռքից վերցնել, դա նշանակում է ինչ պատրաստվում են երկրորդ անգամ կրակել։ 2007 թվականին
արեցիք, այդ կան մարդիկ մահացան, ձեներ դուրս չի գալիս, սուտ գցեցիք հանցագործ աշխարհ, բան այս կոմենքում սդից սարքեցիք, լավ էր ստացվում է ձեր սցենարը։ Հիմա Փարակյարի դեպքերը կատարվեց նորից, բան եք գալիս, թողնում եք, հասկացար, գնում եք, տեսնում եք, ասենք յուրաքանչյուր մարդ խնդիրներ կունենա։ Եթե քաղաքապետի ընտրությունները բաները չի կարող պատահի հակասություններ չունենա։ Գնում եք նրանց կողքը, ձեր յենիչերներին ուղարկում եք սուտ այդ կյանքերի մեջ, նրանց դուխ են տալիս, ավտոմատները ձեռներն են տալիս, հարձակվում են մյուսների վրա, մյուսները նրանց վրա, ինչ ուզենում պետականորեն կառուցում եք էլ այս ամեն ինչը։ Հիմա ես կոնկրետ հայտարարություն եմ տարածում։ Կամ ասեք սա դեմոկրատական երկիր է, որ իրոք օրենքը գերակա է այս երկրում, կամ ասեք, որ միանձնակ կուսակցություն այն ժամանակ քննադատում եք կոմունիստներին, թե մի կուսակցություն կար։ Հիմա կամ դուք եթե այսօր ես մնացել եմ, ուրեմն ընդդիմական քաղաքապետերից հավանական է առաջիններից մեկն է, որ այսպես ես ձեր թեմը պայքարում եմ։ Հիմա եթե դուք ինձ այս մոդեցումները պիտի ցուցաբերեք, ուրեմն ինձ փակել եք իմ վրա, տղայիս վրա փակել եք, եղբորս վրա փակել եք, կնոջս վրա գործ եք արուցել, աղջիկներիս վրա գործ եք արուցել։ Լավ, այսքան ստոր կարելի է լինել, այս վերջը ինչ պետք է լինի։ Այսինքն դուք ինչ ուզում եք, որ մենք քաղաքական ապաստան լինենք, խայդարակ լինենք, ելնենք ասենք, թե մեզ քաղաքական ապաստան ենք ուզում։ Միակ ընդդիմադիր մարդկանց քաղաքապետերից մեկը ելնի հայտարարություն անի, որ մենք կարող ենք եւ քաղաքական ապաստան ուզենք մնացած երկրներից։ Այդ է ձգտումը բան։ Վերջը չեմ հասկանում, էլի ասենք։ Կամ կոնկրետ ասեք, կամ դուք գնում եք իրոք ձեր սահմանադրությամբ ամրագրված, որ մարդու ազատություն, խոսքի ազատություն դրա հետևից, կամ ասենք, ասելու եք, որ մենք Պինոչետն ենք, մենք ոչ մեկի չենք տալիս պետական կառույցները, դա մենք պետք է լինենք, մեր եզը պետք է լինի քաղաքապետ, մեր ոչխարը պետք է լինի մինիստր, եւ այսպես շարունակական ծերոնով պետք է լինի, էլի, այսինքն, ասեք հասկանանք, արա, մենք գիտենանք, թե մենք որ երկրում ենք ապրում, ճիշտ ասած, նախկինների ժամանակ, երկուսի ժամանակ էլ եղել եմ քաղաքապետ, բայց այս ձևի բան չեմ տեսել։ Հետո մտածում էի, որ գիտեք, քաղաքական աների ժամանակ դատված է, ուրեմն մշտական դեմոկրատիայից է խոսում, հավանական է ավելի լավը կլինի, քան նախկինները, բայց սարսափելի դուրս եկավ, ես այսպեսի բան չեմ տեսել։ Լավ, այս ամեն ինչը, հիմա ես կոչ եմ անում, եթե հանգարց, տղայիս հիմա բան են արել, երեկել ժամը գիշերը 4-ին 5-ին, ոստիկանները գալիս են տուն, մեր տուն, տղաս ինձանից առանձին է ապրում, գալիս են ժամը 4-ին 5-ին, թե նայում եք թե տունն ես, թե տունը չես, այդ ոտքի բանը գծածը ամեն ինչ երևում է, կարող է, ասի, հանկարծ դուրս չբացեք, ոչ մի բան չանեք, ասեք, որ ներսնեմ ու վերջ, կարող է տակից կրակեն, ամեն ինչ հավատալի է հիմա սրանցից, ես ամեն ինչ սրանցից հավատում։ Մի խոսքով, ես կոչ եմ անում իմ ընտրողներին, ընդդիմադիր ոլորտի բոլոր կառույցներին։ Ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոդրվելու միանշանակ, դուք գիտեք իմ բնավորությունին ճանաչում եք փոքրուց, ինչքան սենց բանեն անեն, մենք ավելի կդառնանք, ավելի համարձակ, ավելի նաստիրնիկ, պես ասեն։ Ուրեմն պաշտպանեք, ձեր ձայնը երեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա։ Ես ձեզ կուրսի եմ պահում, մի թողեք իմ վրա, այսինքն ինչ է պետք անել։ Պետք է, որ անպայման ինձ այդ կապի մեջ դուրս գաք, հանկարծ որևիցե մի ոտնձգություն մենք տեղյակ կպահենք, վայրկյանական հեռախոսները մենք հիմա այսպես 10 հոգի, 20 հոգի, 30 հոգի թող իրար այդ կապերի մեջ լինեն։ Երբ ես հանկարծ տեղյակ պահեցի, ուրեմն լցվում եք իմ կողքը, ձեր ձայնը պաշտպանելու։ Ես ելել եմ ձեզ համար, ասում եմ 65 տարեկան եմ, ինձ քաղաքական ոչ մի բան պետք չէր։ Բայց հիմա ժամ ինձ ստիպում է այս պահվածքը ոչ, ուրեմն ինչ ասեմ, հակա դեմոկրատական մարդկային խոսքի դեմ պահվածքը, որ ես անպայման պետք է սրանց դեմ ավելի ուժեղ, ուրեմն գործունեություն ծավալեմ։ Խնդրում եմ իմ խոսքերը հասկանաք օրենքի սահմաններում միանշանակ,
որ եպիսկոպոսի մնացածի պես սդից բաներով չտանիք կալանավորեք, հիմա դուք սպասում եք ու մշտականներ ձեզ կուրսի են պահում։ Այդ լրատվությանը, որ ուղարկում եք ու հարցեր եք տալիս, որ անգարց ես կարողա չափից դուրս կամ ու դուք դրանով իմ վրես գործ արեցեք, չարաչար սխալվում եք։ Ինչ կանել համարձակ եմ, էմոցիոնալ եմ, բայց ուղեղս աշխատում է, հանգիստ եղեք, չեք կարող այդ ֆիլմերով, բաներով ինձ բանանեք։ Հիմա ես տեղեկացրեցի, քանի որ երկրում օրենքը չի գերակայում, եպիսկոպոսներին բանդարգում եք, ուրեմն քաղաքապետերը մահանում են, ինչպես մարդիկ բանդարգվում են եւ ամբողջ առողջ ուժը երկրի դատվում է։ Դուք պատկերացրեք երկրի 7000-ից 10000 ամեն տարի ինչ ոնց որ դու եկել ես։ Քաղաքացիներին ուղարկում ես բանտ 7-ից 10000, դուք հասկանում եք սա ինչ է նշանակում, այսինքն այս կառավարությունը պայքարում է ժողովրդի դեմ, հոգս պրոբլեմ ստեղծելու կապակցությամբ, հոգս պրոբլեմ, քաշող ուժը, խոսք ունեցող ուժը, չխոնարհվող ուժը, այսինքն անարտարություններին չխոնարհվող ուժը, բոլորը դատվում են, մահանում են, բանդարգվում են կամ երկրից արտաքսվում են կամ ունեզրկվում են։ Էլ ժողովուրդ ում եք սպասում, ինչ եք սպասում, էլ ինչ կարելի է բացատրել։ Էլ ինչքան կարելի ասել, որ իրոք ղեկավարվում են սրանք անգլո-թուրքական ուժերի կողմից։ Այո, դատարկում են Հայաստանը։ Ես ասել եմ միություն կազմեք, որպես անկախ պետություն։ Հələ դուք տեսեք ինչ վայնասուն են սրանք բարձրացրել։ Խոսքերս շրջանցելով ես անկախությունը ինձ համար սրբություն է, մահ կամ ազատություն, Հայաստանի անկախությունը ինձ համար սրբություն է։ Այս ինչ հեքիաթներ եք պատմում, թե քաղաքապետ դասել է միություն մտնել գուբերնիա դառնալ։ Դա առնվազն բեի տղություն է նմանատիպ խոսքերը։ Ես երբեք նմանատիպ բան չեմ կարող ասել։ Բացեք իմ խոսքերս լավ նայեք։ Չնայած դուք լավ գիտեք, ուղղակի ձեզ հանձնարարականները դրսից, Թուրքիայից ասում են, որ չեք կարող այդ մեկի վրա։ Ես այդ խոսքերն գիտեմ, լավ ճանաչում ենք ձեզ արդեն։ Եթե ձեր կառույցների 90%-ը Թուրքիայում է վերապատրաստվել, էլ ինչ ասեմ ես, այդ ժողովուրդում եք սպասում։ Դու կարելի է համեմատեք Թուրքին ու Ռուսին եւ այդ կարելի համեմատեք։ 1056 թվականին այս քոչվոր տապաստանային ցեղը, որ եկավ Վարդան Պահլավոնու ժամանակ, այդ օրվանից հայ ազգը կռվում է, սրանց այդ 95% մեր հողերը գրավել են։ Ու մենք կարող ենք համեմատական դնել ու ասենք, թե սրանք կարող է լավը լինեն, կարող է ստինեն, կարող է, եթե մենք ուզում ենք, որ այդ ամեն ինչը լինի, թող հայոց ցեղասպանությունը ընդունեն։ Թող ընդունեն հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքներով ամրագրված ինչ որ հասնում է, թող անեն, դրանից հետո համաձայն են։ Բայց ոչ հիմա։ Իսկ այսպեսի խաղաղություն իմ տեսակին պետք չի։ Մենք այսպեսի, հետո ով է երաշխիքը խաղաղության տալիս, այդ ով է Թուրքիայի բերանը զսպաշաբիկ հագցնելու, որ այսօր վերցնում է, ասում է Արցախը տվեք, դրանից հետո խաղաղություն կլինի։ Արցախը տվեցի, խաղաղություն եղավ։ Հիմա Զանգեզուրը կվերցնի, դուք գիտեք թե խաղաղություն պետք է լինի, Ամերիկան կարող է բարբարոս ազգին կանգնեցնել կամ Եվրոպան կավոր, երբեք չավատակ, հիշեք։ Ինչքան տվեցիք, այնքան ուզելու է։ Սրանց կանգնեցելու միակ գրավականը, ուրեմն զինվել, հզոր բանակ ունենան, հզոր երկիր, ուրիշ ոչ մի բան։ Այս հեքիաթները կտանես ձեր Գյուլնաստադի հեքիաթները կպատմես Թուրքիայում, որ այնտեղի ժողովրդին դարձնես հայերի կողմից։ Հեքիաթ մի պատմի, լավ տեսնում ենք, ում կողմից եք ղեկավարվում, ինչ եք անում, ոնց եք անում։ Ես ուղղակի զարմանում եմ, սրանք մեզանից ինչ են ուզում։ Օրինակ ես շատ լավ հայրենասեր, խիղճ ունեցող, երկիր կառուցող, ժողովրդի կողքին կանգնող մարդ եմ, ինչ եք ընկեի մեջևից։ Այս սադան եք։ Նախ ես չեմ վարում 15 տարի այդ մեքենան։ 15 տարի այդ մեքենան մեր հիմա նոր մտքեր մենք, այսինքն 4 մեքենայով գալիս են, որ ստուդենտը բանը անձնագրի մեջ ինչ է գրված, 4 մեքենայով գալիս են հետևներից զբաղ։ Մի խոսքով դրանք հեքիաթները, այս մոտորերս այլ բաների սպասեք։ Ես ասեցի, նայեք երկրի վարկանիշը չխայտարարվեք։ Ես ասում եմ, այնց հայտարարություններ կանեմ, որ դուք կտեսնեք ինչ կլինի ձեր գլխին։ Ուրեմն եւ դիմում եմ միջազգային կազմակերպություններին, ամբողջ Հայաստանի Հանրապետության դեսպանատներին եւ մյուսներին, որ բոլորը կարոզում եք դեմոկրատիան բռնաբարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք այս ամեն ինչը եւ ձեր կարծիքը եւ ձեր խոսքը ասեք։ Պարոն Ղուկասյան, այսօրվանից բացի դուք այլ հետապնդում զգացել եք։ Ասում եմ իմ վրա փակ էր։ Այն օրը 5 միլիոն դրամ ենք մուծել, որ նոր մի քանի օր առաջ բացվել է
Միանշանակ, ասում եմ, մինչև ընտրությունների օրը ինձ գցեցին կետին այդ ոստիկաններով իրանց Չէ, նկատի ունեմ այս ընթացքում, բացի այն որ այսօր միանշանակ մշտական է զգացել են կողակի այսպես բան են կարել։ Մշտական հետապնդում, դռներից վրա պոստեր դնել, դրոնները հանում են վերև, հասկացար, ուրեմն նկարում են բագը, օֆիսը, բանը, ամեն ինչը տեսել ենք, ամեն ինչը զգացել ենք։ Պարոն Ղուկասյան, քաղաքի տոնը մեծ շուկով նշվեց, բայց իշխանության կողմից որևէ շնորհավորանք չեղավ։ Կարող է այս Նախ ենքան ամոթ է, ենքան խայտարակ են։ Ուրեմն վարչապետը նմանատիպ մոտեցում ցուցաբերեր, որ քաղաքի տոնը գյումրեցիներին չշնորհավորել, ես ինչ ասեմ այդ մարդուն։ Այսինքն ինչ է նշանակում, որ ասենք Վարդան Ղուկասյանը, որ դարել է քաղաքապետ, դուք պետք է գյումրեցիներին չշնորհավորեք։ Դե ասում ես 15000 զանի ԿՊ-ն է հավաքել, դե դրանց կոնե շնորհավորեիր։ Այսինքն դու այստեղ գիտես, որ ԿՊ-ական չկա, հա 1500, դու ապացուցում ես, որ այստեղ կա 1500 ԿՊ-ական, նրանք են, որոնք ասենք պետական կառույցներում աշխատում են, իրանց աշխատանքի համար ամեն ինչ անում են։ Այսինքն ժողովուրդը քո հետևից չի գիտի, դրա համար չի շնորհավորում ժողովրդին։ Երևում է, ճանաչում ենք ժամ-ժամ, տեսնում ենք, հասկանում ենք, թե դու ով ես։ Ճիշտ ասած չգիտեինք, որ դու այդպեսին ես։ Հնարավոր է հունից հանել է, ասենք մեծ ձևով շարժման այդ հովանավորությամբ կազմակերպված միջոցառումը Իրանց կհարցնես էլ հնարավոր, բայց մեծ բան գիտեն, որ վարչապետը նմանատիպ իրավունք չունի նմանատիպ ձևով մոտենալու։ Կամ ազգային ժողովի նախագահան նմանատիպ ձևով, ոչ ազգային ժողովի նախագահան, ոչ վարչապետը, ոչ Հայաստանի Հանրապետության նախագահան, ամոթ։ Ես ուղղակի ասում եմ, ամոթ ձեզ այդքան բան։ Պարոն Ղուկասյան, ձեզ 10-օրյա ժամկետ է տրվել, հա, ոստիկանության կողմից, որպեսզի, հա, մեքենայի հետ կապված այդ, այսպես ասած, նախ նշվում է, որ կազմվել է արձանագրություն եւ ժամանակ է տրվել խախտումը վերացնելու համար, դուք խախտումով եք վարել այդ մեքենան ձեր վարել։ Նախ ես վարողը չեմ այդ մեքենան։ Երկրորդ թեստին է, ուղղակի իրանք ուզում են գրել, որ անձնագրի մեջ գրեն զրահապատ։ Այդ անձնագիրը փոխվել է, կորցրել էին, գնացել երկրորդն են հանել, չգիտենք մենք մեր վարորդներից մեկը գնացել հանել։ Թող գրեին մռում մեջը գրեր զրահապատ, եթե այդպես պետք է գրվի, թող գրեն։ Այդ ինչ մի հատ մի բան էր, հետո դուք պատկերացնում եք քաղաքապետին, ոստիկանությունը, ասենք, բարեկային ծառայությունը, այդ ոչ քաղաքապետին նմանատիպ մոտեցում է։ Նրանք քանի գլուխ ունեն այդպիսի բան անեն։ Այսինքն քաղաքապետը այդքան թույլ օղակ է, հա։ Սովորական մարդկանց, այստեղ հրաբարակալարի գիրիկ ունի տեսեք, թե ինչ եզդաներ են տալիս, որտեղ է ոստիկանությունը։ Այսինքն քաղաքապետը այսօր բան է, որ 4 մեքենաներով կան ու իրանք հանձնարարական չստացած են մի նախարարի կողմից, սուտ է միանշանակ կգնան այդ Գյուլնաստանի հեքիաթները իրաստանները կպավնեն։ Մենք անգիր հասկանում ենք, թե սա որտեղից է գալիս, ինչ է գալիս։ Իրան հանձնարարական ընդդեմ կատարում են, հետո միշտերը մարդիկ կան, ասում են ինչ անենք, մենք կարողն ենք այս սրանց ձեռքը։ Եվ քննիչականը, եւ դատախազությունը, եւ մնացած այդ բոլոր տեղերը պատահականություն է, չհասկացա։ Հարցադրում արվեց, թե 15 տարի վարել են այդ մեքենան, ինչ չեք տեսել։ Չեմ ուզում էլ մանրանալ այդ բաներին հարցադրում բանը, դրանք ինչ պետք է ասեն իրանք ինչ կարող են։ Հարակ Հարի գյուղապետի սպանությունից հետո ավելացրել եք ձեր պաշտպանությունը, ձեր թիկնապաների թիվը։ Այդպիսի բաներ չեն ասում ընդհանուր առմամբ, հետո իմ Տերս Աստված է, Գիտեք գյումրեցիներն ինչ են ասում, գյումրեցիներն ասում, թե կալանշնիկովը կախվել է, գսեն ինչի, գսեն մեր քաղաքապետին, որ կրագեցին այն ժամանակ 7 հատ ԱԿՍ ու ԱԿՄ փամփուշտները մտավ իր մարմինի մեջ, 5 հատը հմի մարմինի մեջ է, 200 ասկոլկեն ու ինքը կենտանի է մնացել, կալանշնիկովը ամոթուց գետինը մտավ ու իրան կախեց։ Իմ Տերս Աստված է, հանգիստ եղեք։ Դուք Սավուղի ու Դավիթի պատմությունը գիտեք, դա իրանց եմ ասում։ Նիկոլին եմ ասում, մնացածին եմ ասում, որ իրեն բերել է։ Ուրեմն հիշի, Դավիթի ու Սավուղի պատմությունը մի հատ բացեք Աստվածաշնչի մեջ կարդացեք։ Եթե մեկին Տերը Աստված է, ուրեմն անհնարինը կդարձնե հնարին։ Մահացածը կկենտանանա։ Այսինքն տեսեք, դուք հանգիստ եղեք, դուք չեք կարող, որովհետև իմ Տերս Աստված է։ Հիշեք սա։ Պարոն Ղուկասյան, տեսեք հակակոռուպցիոն քննիչականում դատարանում ընթանում է ձեր դատավարությունը։ Զուգահեռ նաև վարույթ է հարուցվել ձեր եւ ձեր փեսայի նկատմամբ, որ շահերի պախում կա եւ որպես հանրային ծառայության մասին օրենքը արգելում է, որ ձեր փեսան լինի ձեր ենթական։ Այդպիսի բան չկա։ Այսինքն տեսեք եւ
հոկտեմբերի 25-ին ըստ էության պիտի եզրակացությունը հակակոռուպցիոնի հրապարակվի։ Նաև զուգահեռ ես ինչքան հասկանում եմ մոտենում է նաև ձեր դատավարության ավարտը։ Ինչ է կարծում, այսպես ասած սեղմվում է օղակը ձեր շուրջ։ Գիտեք մի բան ասեմ, այդ հակակոռուպցիոնի դատավարությունը որ կա, ուրեմն դուք պատկերացրեք, ես հողհատկացում եմ արել քաղաքում, որ կառուցվի շենք-շինություն, բնակարաններ, կենցաղ սպասարկման օբյեկտներ, դրա համար քաղաքապետին ուրեմն դատի են տվել։ Ձեզ փողերի լվացման ուրեմն փողերի լվացում ընդհանրապես չկա, հետո մենք չգիտենք այդ փողերի լվացումը ինչի մասին է խոսքը։ Մի խոսքով ցնդաբանական գյումրեցիք որ ասում են էպած հավի խնդալը կուկա իսկական էս է։ Խայդարակ են եղել, խայդարակ։ Ուրեմն նույն գործով 3 դատարան, 4 դատարան դատի են տալիս։ Այս դատախազությունը կրակն են մեր ձեռքը ինքան որ հանձնարարականներ է գալիս։ Մի խոսքով, չէ, այսպես երկիր չեն կառուցում, այս ես ասում եմ, հավատացեք ինձ, ոչ թե ինչ որ ես հիմա պաշտպանվում եմ կամ ինչ որ գումարների խնդիր եղեք կամ բաներ, այսպեսով երկիր չի կառուցվում։ Եվ ամբողջ աշխարհում կա մի մեթոդ, թողնել ազատ արդար ընտրություն։ Եվ դա չեն թողնում, եւ դրանից հետո էլ այսպես ռեպրեսիաներ են անում, այսինքն ինչ է նշանակում։ Դե ուրեմն փակեք են կուսակցությունները, մի կուսակցություն բացեք կամ երկու, ու այս ամեն ինչը վերջանա, մենք գիտենանք թե որ երկրում ենք ապրում։ Մի խոսքով պետք է ժողովուրդը ոտքի կանգնի, պետք է հասկանա այս ժողովուրդը, պետք է, ասենք, դրամներով չծախի իր աբական, ամենակարևորը դա է։ Մինչև այսօր գումարները բաժանել են, ընտրություններ են արել։ Դրսից գումարները իրենց բաբաների, իրանց որ հիմա կառավարում են, դրանց գումարները իրանք են դրսից են տալիս, եկել են եւ այդ գումարներով հասկանալի ժողովրդին կաշառել են ու սաղը տեսել եք բոլորը։ Հետո այն օրները որ ասում էին թե ես որ ասում էի մեկն էլ լավ են, ես գիտեի խել գլուխը տղա է դա ցուցմունք տվեց հրապարակային, բանի մեջ կա սայդերի մեջ բոլորը գծված է, թե մարդիկ ինչ են խոսում եւ քրեական երկու գործ է հարուցվել այդ հատվածի վրա բան։ Այդ ամեն ինչը բոլորը լավ գիտեն, այնպես որ այսպես ճանապարհ չեն գնում։ Գոնե ընդրվելուց հետո լրվեք, մի խայդարակվեք։ Այսինքն ինչ է նշանակում։ Ես հիմա հասկանում եմ, որ իրանք սոցհարցում են անում Վարդան Ղուկասյանի ծայրերը ամբողջ հանրապետությունում այնքան շատ է, որ ոչ մեկը, որ գցե թռնից չհասնի, իսկական թռնում են չեն հասնում։ Դրա համար էլ այս վայնասուրը գցել է։ Պարոն Ղուկասյան, եթե ձեզ չեզոքացնեն, այսպես ասած, այդ ձեր հայտարարությունը ընտրակաշառքի, այսպես ասած, այնքան բան ունենք, վարույթ կա, ուրեմն նայեք, մենք այնքան հիմա զապիսներ ունենք։ Ձեր լրատվականից, որ ասում են ընդրակաշարք են բաժանես են, դրանք սաղ կհանենք կդանք իրանց թող տանեն, իրանց մոտ է կա քրեական գործ են հարուցաբան այդ գործերով, էլի կա, էլի շատ բաներ կա, կարող ենք տալ թող իրանք գնան ու ուրախանան։ Պարոն Ղուկասյան, եթե ձեզ չեզոքացնեն, այս է հարցն է տամ, եթե ձեզ ինչ որ մի կերպ չեզոքացնեն, ձեր փեսային, կներեք այդ ձևակերպման համար, ձեր փեսային, այսպես ասած, պաշտոնից հեռացնեն, ինչ է լինելու հետո քաղաքի Իրաց նպատակն է ինձ կալանավորեն, կամ ինչ-որ մի բան անեն, Ավետիս Արաքելյանին էլ նույնությամբ ինչ-որ այդ բանով հանեն, չգիտեմ գործարոց են բան անեն, ժամանակավոր կառավարումը այստեղ անեն, որպեսզի 26 թվականի ընտրությունները կազմակերպեն, իրանց նպատակը դա է, սցենարը գրված է այդպես։ Հիմա մենք էլ կտեսնենք, կանեն թե չեն անեն, բայց մենք այնպես պետք է անենք, որ իրանց մուրազը, իրանց փորը մնա։ Ղուկասյան նաև արտահայտում են, այս վերջի հարցը, որ այսպես ասած Ախուրյանի օրինակով, որ կարողացան կոալիցիոն ուժերից մարդիկ։ Ուրեմն դա պետք է անեն, ուրեմն պետք է աշխատեն ավականիների վրա։ Ուրեմն ավականիների վրա պետք է աշխատեն։ Այդ ազգային անդագությունը այստեղի, որ այն տղայի բանը մոշկուրի տղա է, բան են կամոն որ կա, հասկացար, դա շատ ուժեղ աշխատում է, շատ մարդկանց ստիպում է, շատ մարդկանց բան է անում, հազարումից էլի ինֆորմացիաներ ունենք, գիշեր ցերեկ աշխատում է մեր վրա, ինքը չգիտի որ մենք էլ աշխատում ենք իրա վրա, խելոք մնային կամ փաստեր կա, որ լճենք մենք բան։ Մենք ուղղակի միշտ ասում ենք, «Ребята, давайте жить дружно», հասկանալի։ Քաղաքական պայքար է, օրենքի սահմաններում աշխատեք, մի կուզեցեք, սարքեք, կարեք, բան արեք, դա չի լինի։
Դա չի լինի, մենք շատ հզոր մարդիկ ենք, դա մեր վրայով չի լինի։ Թիմի Մենք վրա անպայման- վստահ եք, պարոն Ղուկասյան, Ինչի՞։ Ձեր թիմի վրա վստահ եք։ Ես ճիշտ ասած վստահ եմ իմ թիմիս վրա, բայց Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը ուրեմն Հուդա դարձավ։ Ես ինչ ասեմ։ Ես վստահ եմ, բայց եթե նմանատիպ բան եղնի, ուրեմն մենք այդպես բան չենք էլի շատ խելոք չենք, ոչ էլ եսիր ենք։ Ամեն ինչ գիտենք, տեսել ենք, ապրել ենք ու հավանական ինձանից ավելի շատ զգաստ պետք է լինենք, քան այսօրվա ժամանակավոր կառավարությունից։ Բայց ժամանակավորը որ գնաց, իրանք թռան կոպեկներով, հետո ի՞նչ պետք է պատասխան տան։ Հանգիստ եղեք։ Մենք կանխերտ չենք։